Եթերում հեռանկարն է։ Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաները այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները։ Ուստի հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում կանդրադառնանք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի եւ հնարավորությունների հարցերին։ Այդ թեման կքննարկենք տնտեսագետ, պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ցանկացած բանից խոսելուց թերևս պետք է սկսել ախտորոշումից։ Այս պահին մասնագետը երբ նայում է տնտեսական գործընթացներին, ինչպես այն գնահատում։ Մեր տնտեսական համակարգը կարելի է ասել դիմակայուն է այն ռիսկերին ու մարտահրավերներին, գոնե ֆորմալ, վիզուալ առումով, որոնք առկա են եւ ներքին եւ արտաքին բնույթի եւ այն ինդիկատորները, ցուցիչները, որոնք ներկայացնում են տնտեսական աճը, գնաճը, զբաղվածությունը եւ մի շարք այլ մակրոտնտեսական ցուցանիշներ իհարկե տանելի տիրույթում են, բայց կառուցվածքային առումով, որակական առումով, ներառականության առումով մենք խիստ խոցելի տնտեսություն ունենք, կայունության առումով կարելի ասել այո, ֆինանսական առումով կայուն է, բայց այդ հավասարակշռությունը անկայուն հավասարակշռի իրավիճակ է։ Համառոտ այսպես կարելի է նկարագրել մեր տնտեսական համակարգի վիճակը։ Դա կախված է ներքին գործընթացներից թե արտաքին ազդեցություններից։ Առաջին հերթին իհարկե ներքին, սպոնտան, ես կասեի տասնամյակների զարգացման արդյունք է, ձևախեղված հատկապես կառուցվածքը, այսինքն այն եկամուտները, որոնք գոյանում են տնտեսության տարբեր ոլորտներում եւ ագրեգավորված որպես մակրոտնտեսական ցուցանիշներ ներկայանում են, այդ ոլորտները հիմնականում ավելացված արժեքի ցածր մասաբաժին ստեղծող ոլորտներ են, սա մեկ, հիմնականում առևտրի, ծառայությունների, շինարարության, խաղերի, վերարտահանումների, այսինքն սրանք ոլորտներ են, որոնք հիմնարար ֆունդամենտալ աշխատատեղեր ունեցող ոլորտներ չեն եւ ըստ էության ապագայի տեսանկյունից, ստրատեգիական տեսանկյունից, մրցունակության տեսանկյունից բավականաչափ խոցելի են։ Մասնավորապես այն դրայվերները, այն շարժիչները տնտեսական աճի, որ կապված էին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով կապիտալի մեծ հոսքերի, ռելոկանտների եւ իրենց հետ նաեւ գումարների ներհոսքի, ինչու՞ չէ նաեւ տեխնոլոգիաների ներհոսքի, նաեւ Հայաստանի վրայով դեպի Ռուսաստան վերարտահանումների հետ դրանք մեծ շրջանառություններ էին, բայց հասկանալի է դրանք ժամանակավոր են, արդեն երևում է վերջը, արդեն մարմրում են այդ գումարները, կապիտալի նաև արտահոսք կա, փախուստ կա, եթե այսպես ասենք, այդ սուբյեկտների ակտիվությունների նվազման հետևանքով կամ ուղղակի երկրից հեռանալու հետևանքով այս ամենը լուրջ ռիսկեր է ստեղծում եւ առաջիկա արդեն տարիներ այս իմաստով մեր ֆինանսական համակարգը կարող է դարձնել խոցելի։ Հիմա պարզ էր, որ ի սկզբանե դա ժամանակավոր է, այդ հոսքը լինելու է, բայց ի վերջո կանգ է առնելու։ Ինչն է պատճառը, որ նաև տարիների ընթացքում եղած խնդիրներից խոսեցիք, ինչն է պատճառը, որ մենք չենք գնացել ավելի շատ ավելացված արժեք ստեղծելու ճանապարհով եւ չենք գնացել այդ մենք հասածը շատ հարաբերական է։ Խոսքը վերաբերում է առաջի հերթին աշխատած կառավարություններին, նրանց քաղաքականություններին։ Այդ քաղաքականությունները խոցելի են եղել այն իմաստով, որ միտված չեն եղել երկարաժամկետ ռազմավարական ծրագրերին։ Կառավարումը եղել է ըստ էության իրադրային, այսրոպեական, այն ժամկետի մեջ, որով սահմանափակված է քաղաքական առումով տվյալ օրվա կառավարության գործունեությունը, քաղաքականացված է եղել, միտված վերարտադրվելու այսպես ասած ընթացիկ նպատակներին, իսկ երկարաժամկետ ծրագրերը, երկարաժամկետ ներդրումները ենթադրում են այսպես ասած հորիզոնից դեպի այն կողմ հայացքներ եւ նաեւ հատկապես ռեալ սեկտորի արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիական սեգմենտ եւ հիմնային ճյուղեր, հիմնային այսպես հանքարդյունաբերող ճյուղերի վերարտադրողական երկարաժամկետ ծրագրեր, ավելացված արժեքի
այսպես ասած մասնաբաժնի ավելացման ուղղությամբ, ենթադրենք պղնձամոլիբդենային համակարգի, ենթադրենք հանքային արդյունաբերության այլ ոլորտների, բայց մենք այդպիսի ծրագրեր մենք չենք տեսել, պետությունն ըստ էության կառավարությունները ըստ էության միտված են եղել կայունություն հավասարակշիռ իրավիճակը պահելու այսպես ասած գործողություններին, քան թե երկարաժամկետ ծրագրերին։ Շատ դեպքերում որոշները աշխատել են ինձնից հետո թեկուզ ջրեղեղ։ Ենթադրենք ես այսօր կայունությունը կուտակելու համար պարտքը կկուտակեմ, իսկ թե վաղվա կառավարությունը, վաղվա իշխանությունը ինչպես է մարելու այդ պարտքը, դա իմ գործը չէ։ Մոտավորապես այսօր այդպիսի իրավիճակ է։ Հիմա դուք նաև հարցերն եք առաջադրում, ինչ ուղղությամբ պիտի ընթանալ։ Հիմա խնդրում եմ ասեք, որոնք կարող են լինել առաջնահերթությունները եւ ինչի վրա կարելի է հիմնվել ռազմավարական երկարաժամկետ այդպիսի պլանավորում իրականացնելու համար։ Ընդհանրապես տնտեսությունը չի կարող վիրտուալ լինել, չի կարող տեսական կոնցեպտների վրա կառուցված լինել, չի կարող տնտեսական քաղաքականությունը բացառապես մեյնսթրիմի, այսինքն միջազգային ֆինանսական կառույցների կողմից թելադրանքների վրա կառուցված լինի, այլ մենք ապրում ենք շատ բարդ միջավայրում, բարդ պատմաքաղաքական այսպես ասած իրողությունների պայմաններում, ես կասեի ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում եւ իշխանությունների կառավարության, հատկապես ու կենտրոնական բանկի վարկագիծը պետք է բխի այդ մարտահրավերներից։ Ցավոք, թե նախորդ ես կարող եմ իհարկե որոշ բացառություններ բերել, բայց հիմնականում բոլորը, այսպես ասեմ, adekvat չեն եղել այն ընթացիկ մարտահրավերներին եւ միջին երկար ժամկետ մարտահրավերներին, որոնք ուղղակի մեր երկիրը ներառյալ Արցախը պարուրել են տասնամյակներ շարունակ։ Խոսքը սրա մասին է։ Ինչ պետք է անել, իհարկե, պետք է բերել adekvatության դաշտ վարկագիծը կառավարության, խոշոր բիզնեսի, որտեղ նրանք եւս խաղացողներ են, օրակարգ ձևավորող թելադրողներ են, նրանք են ձևավորում բյուջեն, նրանք են ձևավորում ըստ էության այն ռեսուրսային բազան, որի ման վրա գործում է տվյալ կառավարությունը։ Պարզապես պետք է երևի ամեն օր հիշեցնել, թե ինչ մարտահրավերներ կան, ինչպիսին էին դրանք 18-ին, 19-ին, 20-ին, նրանք շատ լավ տեսնում էին հակառակորդը դեպի ուր է տանում իրավիճակը, իրադրությունը, ինչպիսի ծախսեր է անում ռազմական, ինչպիսի տեխնիկայի եւ այլն ձեռքբերումներ է անում, մերոնք ինչ էին անում։ Պատերազմը եղավ եւ թվում էր, թե այդ adekvatությունն այնուամենայնիվ կսկսի դրսեւորվել, բայց ինչ արեց այս կաբինետը, ինչպիսի ծախսեր է արել, եթե նայենք 20 թվականից այս կողմ ռազմական բնույթի եւ ինչ ծախսեր է արել եւ անում մեր հակառակորդը եւ չի էլ թաքցնում իր ուղակի զավթողական նկարտումները։ Այս ուրեմն միայն հարցադրումը բավական է, որպեսզի գնահատականը լինի իսկապես adekvat։ Այս տարվա համար ենթադրենք Ադրբեջանը պատրաստում է ծախսել շուրջ 5 միլիարդ դոլար ռազմական նպատակներով, մեր ռազմական ծախսը կարող է լինել լավագույն դեպքում միլիարդ 700 միլիոն դոլար։ Այստեղ եթե դու պարիզետը ամեն գնով չպահպանեցիր, չփորձեցիր հավասարակշռությունն ապահովել, կամ եթե դու չես կարողանում դա անել, դա պետք է անել դաշնակիցների միջոցով։ Մեր դաշնակիցները հատկապես տնտեսական ոլորտի, որ ռեսուրսներ կարող են գեներացնել եւ տրամադրել, ինչու՞ չէ նաեւ ռազմատեխնիկական, Եվրասիական տնտեսական միության այսպես ասած շրջանակներում են սա մեկ, եւ երկրորդը մեր հարևան Իրանն է։ Ինչ է արվել այս իմաստով, ինչպիսի տնտեսական ռեսուրսների, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիա է իրականացվել։ Այս հարցերի պատասխանները ցավոք, այսպես ասած, դրական կոնտեքստի մեջ չեն։ Ես ընդամենը մեկ ասպեկտ նշեցի, թե ինչ պետք է անել։ Այ օրինակներով կարող ենք առավել ներկայացնել, թե ինչ կարելի էր անել, ինչը չի արվել արդեն հասկանալի է, բայց ինչպես կարելի էր գնալ։ Եթե դուք էիք խորհուրդ տվողը, ապա ինչ ուղղություններով կասեիք, որ գնալ։ Գիտեք ինչ, այս տիպի տարածաշրջաններում ռիսկային, գերռիսկային մենք կարող ենք անալոգիաները, նմանակումները դնել եւ առաջ գնալ։
Ենթադրենք ինչպիսին էր Իսրայելի պետության կարգավիճակը ընդամենը 10 միլիոնանոց այդ երկրի ունենալով հզոր սփյուռք, զարգացման, ինովացիոն, գիտական, ինժեներական պոտենցիալ, ինչպիսին էր արձագանքը այդ մարտահրավերներին 1.5 միլիարդ բնակչություն ունեցող ուղղակի ասենք թշնամական շրջապատից եկող մարտահրավերներին։ Իհարկե adekvat էր առաջին հերթին զարգացնել ինովացիոն, նորարարական, ռազմատեխնոլոգիական ոլորտները, դրան կապակցված ուղղությունները, ամեն ինչ անել որպեսի մարդկային կապիտալը, կրթական համակարգը, հետազոտությունները, մշակումները, բազմաթիվ այլ ոլորտներ կապակցված լինեն սրան, իսկ սրանք ժամանակակից բարձր տեխնոլոգիական ոլորտներ են, որոնք գեներացնում են այն մեր խոսակցության խնդրո առարկա ավելացված բարձր արժեքը, ինչ է նշանակում արտադրել մի հատ ենթադրենք այսօր անօթաչու թռչող սարք։ Դա ոչ միայն պաշտպանական միջոց է, այլև հաջող բիզնես է։ Տեսեք մեր հարևան Թուրքիայի բայրակթարների պատմությունը, շատ փոքր մասն է օգտագործում այդ երկիրը իր ռազմական պաշտպանական կարիքների համար, հիմնական մասը վաճառվում է։ Իհարկե դա անշնորհակալ գործ է, բայց այսօր աշխարհն է այդպիսին։ Եթե դառնանք նույն Իսրայելին, ոչ միայն ռազմական, այլև բժշկական տեխնոլոգիաները եւ ընդհանրապես հայ-թեքի այն փունջը, որ վերջի 2-3 տասնամյակներին գեներացվել է եւ ըստ էության դա է երկրների զարգացման բազան ու այսպես ասած կռվանը, մենք այդ հնարավորությունները ունեցել ենք, ունենք, ունենալու ենք, բայց ցավոք չենք օգտագործել, չենք օգտագործում եւ չի երևում, որ միտումները այդ ուղղությամբ են տենդենսները։ Պարոն Մարգարյան, արդյոք դա միայն ներքին որոշումներից էր կախված, թե ի վերջո Իսրայելի դաշնակցային համակարգը այլ է, մերը այլ է։ Արդյոք այս առումով մենք համադրելի ենք եւ ունենք նույն հնարավորությունները։ Դաշնակցային համակարգը կոմպոնենտներից մեկն է։ Դու պետք է քո քաղաքականությունը, քո վարքագիծը, քո վստահելիության մակարդակը զարգացնես, ոչ թե փոխես օրու մեջ օրիենտացիան, քաջնազարի պատմությունը քաղաքականության մեջ բերում է ողբերգությունների եւ մենք տեսել ենք դա։ Հիմա այն օրիենտացիան, այն վեկտորափոխությունը, այսպես ասած, որ ծավալել են որոշ քաղաքական ուժեր եւ նույնիսկ հասցրել են, այսպես ասած, օրենսդրական նախաձեռնությունների եւ ոնց որ թե արդեն կանգ են առել, դա հենց այդ զավեշտներից մեկն է, դա ֆարս է։ Այն որ դու լինելով մեկ միասնական մաքսային տարածության մեջ, ունենալով ավելի քան 200 միլիոնանոց շուկա, չես կարողացել օգտվել այդ հնարավորություններից, ունենալով ռեսուրսների նկատմամբ մատչելիություն, հատկապես էժան էներգակիրների, դու ուր ես գնում։ Եվրոպական միության շուկաներում մի քանի կարգ բարձր են ստանդարտները։ Այնտեղ դու քո արտադրանքով, եթե չունեցար էժան էներգակիրների բազան, իսկ դա այս ընթացքը դրան է բերելու, որովհետև հնարավոր չի նստել, այսպես ասած, միաժամանակ երկու աթոռի։ Էներգակիրները թանկանալու են։ Եվ այս պայմաններում այս պատմությունը տխուր ավարտ է ունենալու, ֆիասկո պարզապես։ Ես դրա համար եմ ասում, այդ դաշնակիցների դաշնակցայնության խնդրին պետք է վերին աստիճանի, այսպես ասած, զգայուն վերաբերվել, ուշադիր վերաբերվել։ Եվ այս իրավիճակում մենք ուղղակի պարզապես ես տեսնում եմ խարխափելու նման մի հատ իրավիճակ, որ այո, մի բան էլ սա էլ անենք, ինադու անենք, կոպիտ ասած, թե ինչ կստացվի, դժվար չի ասել ինչ կստացվի։ Երկրներ կան, որ 20, 30, 40 տարի այդ Եվրոպական միության անդամակցության ճանապարհին են։ Շատերը այդ ճանապարհի վերջում փոշմանել են, նորից հետ գալու կուրս են վերցրել։ Սա է իրականությունը։ Հիմա մենք ինչ էլ խոսենք, վերջում կարծես թե արևմուտքի եւ դեպի Ռուսաստանի, հա, այս դեպքում Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի մասին խոսեցինք, բայց արդյոք տնտեսական հարաբերություններ կարգավորելը եւ ստեղծելը, զարգացնելը միայն այս երկու այլ ընտրանքի միջև պիտի լինի։ Դիվերսիֆիկացումը ինչպես եք տեսնում։ Ոչ անշուշտ, դիվերսիֆիկացումը պետք է, բայց բնականon, մրցունակության, մրցակցային գործոն
գործոններ, զարգացման ռեսուրսներ, զարգացման գործոններ ստեղծելու հետևանքով է լինում ոչ թե հովանավորչության։ Ես մեկ օրինակ բերեմ, դա էլ է փաստ։ Հունվար ամսին, եթե չեմ սխալվում, հունվարի 23-ին կառավարությունը մի որոշում ընդունեց, որով եվրոպական շուկաներ մուտքի պարագայում մեր գործարարները կստանան այնտեղի մուտքի մաքսատուրքի փոխհատուցում։ Ես հարց եմ տալիս, ում հաշվին, որտեղից պետք է վերցնել այդ միջոցները, այն գործարարների հարկատուների հաշվին, որոնք արտադրում եւ արտահանում են, ենթադրենք Ռուսաստան, ենթադրենք Չինաստան, այլ երկրներ, ոչ Եվրոպական միության երկրներ։ Եթե դուք հովանավորում եք անմրցունակությունը, այսինքն, եթե ձեր արտադրանքը մրցունակ չէ եւ գնային առումով չի կարող մուտք գործել եվրոպական շուկա, դուք տալիս եք մինչեւ 20% ըստ էության սուբսիդիա, արտահանման սուբսիդիա, լրավճար, կրկնում եմ, ում հաշվին, այդ որ ընկերություններն են, որ ունեն այնպիսի բրենդներ, որոնց այդ 20%-ն է, որ չի բավարարում, դուք տալիս եք լրավճար, իսկ ասենք նույն գործարարը, հենց այդ նույն գործարարը, որը իր արտադրանքի մի մասը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, ինչ է նա չպետք է ստանա այդ մասով փոխհատուցում կամ լրավճար։ Տեսեք, սա մի հատ էլեմենտ է, որ ցույց է տալիս, որ ըստ էության ռազմավարական տեսանկյունից մրցակցային չէ որոշումները, ողջամիտ չէ նույնիսկ այս կարգի որոշումների փաթեթը։ Ավելին ասեմ, այդ կարգի որոշումները իրենց մեջ լուրջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Կյանքը ցույց կտա, թե այդ որ ընկերություններն էին, որ իրենց պրոդուկտները ստանդարտների առումով հավասարեցրեցին եվրոպական չափանիշներին, բայց գնային առումով մրցունակ չէին, թեև տրամաբանությունը հուշում է, որ պետք է նրանք այդ առումով լինեն մրցունակ, որովհետև մեզ մոտ աշխատավարձերը մեկ կարգ ցածր են։ Դա բնական քո մրցունակության բազան է։ Այդ ինչու այդ մրցակցային դիրքերից դու չես կարողանում, ընդ որում ավելի էժան են էներգակիրները։ Հայաստանում մեզ մոտ մուտքի մոտ 1000 խորանարդ $175 է մուտք լինում բնական գազը, իսկ Եվրոպական միությունում գիտենք, առնվազն 3, 4, 5 անգամ ավելի թանկ են գազը, էլեկտրաէներգիան եւ այլն։ Այդ ինչու է այդ դեպքում տրամադրվում արտահանման սուբսիդիա դեպի եվրոպական երկրներ։ Սա նոնսենս է ու աբսուրդ է։ Այս օրինակը շատ խոսուն է։ Պարոն Մարգարյան, ես ձեզ հասկացա, բայց մենք նաև խոսել ենք մեկ այլ հաղորդման շրջանակում, առավել վատ որակի արտադրանքը դեպի Եվրամիության եվրոպական ԵԱՏՄ տարածքում հնարավոր է լինում իրացնել, բայց եվրոպական շուկայում չէ։ Արդյոք սա միջոց չէ առավել ուժեղացնելու այդ որակական չափանիշները։ Ես նորից եմ ասում, եթե գործարարը, բիզնեսը տրամադրվել է դեպի եվրոպական շուկա մուտքի որոշակի կողմնորոշում է վերցրել, այս լրավճարը սուբսիդիան չէ, սա անարդար մրցակցային իրավիճակ ստեղծող որոշում է, այս կարգի որոշումները։ Այսինքն ինչ որտեղ նաև հակաս սահմանադրականը ես կասեի, ինչ որտեղ նաև հակասում է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի տրամաբանությանը եւ ըստ էության չի խրախուսում ինովացիան, նորամուծությունը, չի խրախուսում մոդեռնիզացիան։ Բիզնեսը նախ պետք է ինքը իր ներսում լուծի իր մրցունակության խնդիրը, հետո դուրս գա շուկա, այդ շուկաները տարբեր են։ Ինչու ոչ չինական շուկա կամ հնդկական շուկա, հարավ-արևելյան Ասիայի զարգացած երկրների շուկաներ, սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն տրվում։ Հեշտ է այդպիսի որոշմամբ գնալ ինչ-որ մի 2-3 կամ 13 կամ 300 բիզնեսի աջակցել, բայց դա ըստիս ավանտյուրա է, արկածախնդրություն է։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, ես հիշեցնում իմ զրուցակիցը, տնտեսագետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանն էր։